Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատն անձրևից թրջվել էր, նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի, ընդունեցիք ինձ, մերկ էի, հագցրիք ինձ, քաղցած էի, կերակրեցիք ինձ, ծարավ էի, հագցրեցիք ինձ: Աղքատը լսեց և ուրախացավ: Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամքը: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց, այն գիրը, որ կարդաց, սուտ էր: Առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով ավետարանը չգտավ և աղքատին ասաց. «Ո՞ւր է ավետարանը»: Աղքատն ասաց քահանային. «Ի՞նչ ես անում սուտ ավետարան, ես տարա ջուրը գցեցի»: Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց. «Ինչու ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանն Աստծո ճշմարիտ խոսքն է, ապա ինչու չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ և ինձ չեք ընդունում, մերկ եմ և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, չեք կերակրում, ծարավ եմ, ջուր չեք տալիս: Մի՞թե Աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց: